Ձյունե ապոկալիպսիս է Կամչատկայում։ Օդերևութաբանները վստահեցնում են, երկրամասում նման ձյուն չի տեղացել ավելի քան 50 տարի։ Ձյան կույտերը հասել են 3 հարկանի շենքի բարձրության։ Մարդիկ փորում են մինչև 2 մետր բարձրության ձյունը, որ դուրս բերեն իրենց մեքենաները։ Ավելի վաղ նահանգապետը հայտարարել էր, որ ձյանն ու ուժգին քամու պատճառով ավտոբուսային երթևեկությունն ու ավիահաղորդակցությունը դադարեցվում է Կամչատկայում։ Վլադիմիր Սոլոդովը հիմնական ճանապարհների մաքրման և կանոնավոր երթևեկության վերականգնման համար վերջնաժամկետ է սահմանել։ Վաղը վերջին օրն է, բայց կարծես Պետրոպավլովսկ-Կամչատկայի փողոցներում իրավիճակը հուսադրող չէ։ Տեղացիները բահերով են մաքրում ձյան հաստ շերտն ու փորձում միջանցք ստեղծել դեպի բնակելի շենքերը։ Այս տանը մի տատիկ անշարժ պառկած էր, սոցաշխատողները երևի չգիտեին էլ նրա տեղը։ Ուստի մենք որոշեցինք օգնել նրան, նրա համար մոտ 50 մետր ճանապարհ ենք մաքրել։ Ձյունը լրիվ փակել էր նրա տան ցանկապատը։ Առած ձյունը հնարավորություն է տվել էքստրեմի սիրահարներին իրագործելու իրենց երազանքները։ Նրանք ցատկում են բազմահարկ շենքերի պատուհաններից ու անվտանգ վայրեջք կատարում փափուկ ձյան վրա։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ նման հնարքներից։ Ձյան տակ կարող են քորոցներ, ամրաններ, կայանված մեքենաներ լինել, որոնք կարող են լուրջ վնասվածքների կամ նույնիսկ մահվան պատճառ դառնալ։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։